Երբևէ մտածել եք հետաքրքրաշարժ բանի մասին, նույն երկրում կարող են ծնվել երկու մարդ, հաճախել նույն դպրոց, նստել հարևան դրամապանակներում, լսել նույն ուսուցիչներին և նույնիսկ սկսել աշխատել նույն գործով, այնուամենայնիվ, մի քանի տարի անց նրանց կյանքը կարող է այնքան հստակ լինել, որ թվում է, որ ապրել են զուգահեռ իրողություններում, նրանցից մեկը դառնում է բարգավաճ, անվտանգ ապագայի և ազատության համար, թե ինչպես և որտեղ ապրել, մյուս հաշիվը յուրաքանչյուր կոպեկ է, դա կախված է վարկերից, վախից։ Ապրում է վաղվա և մեղադրում է ձեր իրավիճակի համար նպատակակետը, ինչու է դա տեղի ունենում, ի վերջո նախնական պայմանները նույնն էին, նույն քաղաքը, նույն դպրոցը, նմանատիպ ընտանիքները, նմանատիպ հնարավորություններ։ Բայց արդյունքները արմատապես հակառակ են։ Շատերը դա վերագրում են հաջողություն։ Մեկը հաջողակ էր, մյուսը ոչ, մյուսները կարծում են, որ տարբերությունը կապի մեջ է, ֆուլանոն շփումներ ուներ, հարուստ ծնողներ կամ ճանաչում էր ճիշտ մարդկանց, դեռ կան նրանք, ովքեր բախվում են որպես ճակատագրի հարց։ Աստված այդպես էր ուզում, բայց ճշմարտությունը տարբեր է, տարբերությունը այն գումարի չափով չէ, որը դուք ունեք սկզբում կամ ձեր ունեցած հարաբերությունները, այն, ինչը իսկապես առանձնացնում է մեկ հետագից մյուսից մտածելակերպն է։ Եվ ահա ամենահետաքրքիրն է, ես չեմ խոսում այնպիսի տեսականի նման, ով կարդում է ինքնուրույն գրքերը, ես խոսում եմ որպես մեկը, ով ապրում էր այս մետաղադրամի երկու կողմերը, ես հրեա եմ և մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ փողը միշտ սակավ էր։ Տանը մնացորդներ չկային և երբեմն նույնիսկ էական էր, ես հիշում եմ, որ մայրս յուրաքանչյուր մետաղադրամ պահում է իմ ձմեռային կոշիկները, հայրս ասաց. Որդի, պահիր գործին, նույնիսկ եթե դա դժվար է, նույնիսկ եթե քիչ գումար վճարեն, ապա աշխատանքը կայունություն է, ժամանակին ես հավատում էի, որ սա ճիշտ է։ Բայց ժամանակի ընթացքում ես հասկացա, որ այս տեսակ մտածողությունը ճշգրիտ է, ինչը մարդկանց խանգարում է աղքատության մեջ, և ահա պարադոքսը։ Հրեական ավանդույթը, մեր նախնիների իմաստությունը միշտ դասավանդել է հակառակը, մեր գրքերը չեն խոսում այն մասին, թե ինչպես կարելի է գոյատևել, բայց ինչպես կարելի է ավելի լայն մտածել, ինչպես տեսնել այսօր։ Սա մեծ տարբերությունն է աղքատության մտածելակերպի և բարգավաճման մտածելակերպի միջև։ Ինչ է անում սահմանափակ մտածելակերպ ունեցող մեկը, այն ապրում է միայն ներկան, ձեր մտահոգությունն է, ես պետք է հասնեմ հաջորդ աշխատավարձին, ինձ պետք չէ ազատվել, ինձ պետք է հացի գինը չբարձրանա, ով է մտածում, թե ինչպես է այլ բարգավաճ գործողությունները, ձեր հարցը հետևյալն է, ինչպես կարող եմ այսօր օգտագործել վաղը ավելի լավ կառուցելու համար, ինչպես ներդնել իմ ժամանակը և իմ գումարը ապագայում արդյունքների քաղելու համար, հարցի էությունը կա։ Աղքատության և հարստության միջև տարբերությունը չի սկսվում բանկային հաշվից, բայց մտքում։ Ես ուզում եմ, որ դուք ուշադրություն դարձնեք դրան, քանի որ եթե հիմա կարդում եք այս տեքստը, դա այն է, որ դուք փնտրում եք պատասխաններ, միգուցե աշխատենք առանց կանգ առնելու, և դեռ փողը բավարար չէ, միգուցե զգում եք, որ կյանքը շարունակվում է, և դուք չունեք ազատություն կամ անվտանգություն, կամ նույնիսկ լավ եկամուտով, գիտակցում եք, որ դուք խրված եք ընդդեմ, որտեղ կանգ առնել մեկ օրվա համար, կարող եք ամեն ինչ փլուզվել, իմացեք, որ ամեն ինչ սկսվում է մտածելակերպից, անկախ նրանից, թե որքան եք վաստակում։ Որտեղ եք ծնվել, կամ ինչ են ձեր ներկայիս հանգամանքները, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եք տեսնում փողը, աշխատանքը և կյանքը։ Մի ժամից մյուսը չէր, որ ես եկել եմ այս եզրակացության, մի ժամանակ կար, երբ շատերի պես ես վազում էի աշխատանքի, ես պայքարում էի, և ես արդյունք չեմ տեսել, մինչև ես լսեցի մի պարզ արտահայտություն, որը փոխեց իմ տեսանկյունը։ Աղքատությունը հոգեկան վիճակ է, հարստությունը այլ կերպ մտածելու սովորությունն է, այս գաղափարը հեղափոխեց իրերը տեսնելու իմ ճանապարհը, քանի որ ես հասկացա, որ իմ կյանքը վերափոխելու համար ես ստիպված չէի հրաշք սպասել, կնքահայր փնտրեմ, թե կախված է կառավարությունից, ինձ անհրաժեշտ էր միայն մտածելակերպը փոխել, և այնտեղից էր, որ ամեն ինչ սկսեց փոխվել։ Այսօր ես ուզում եմ ձեզ հետ կիսել 3 հիմնական տարբերություններ սակավության մտածելակերպի և առատության մտածելակերպի միջև, դրանք ոչ միայն մոտիվացիայի խոսքեր են, այլև գործնական փիլիսոփայություն։ Դարեր շարունակ հրեաները գոյատևում են, բիզնես էին կառուցում և բազմապատկում իրենց բարգավաճումը, նույնիսկ ամենադժվար ժամանակներում, ես ձեզ կասեմ, թե ինչ է փորձարկվել և ապացուցել սերունդների համար, եթե հետևում եք մինչև վերջ, դուք ոչ միայն ոգեշնչվելու եք, այլև հստակ պատկերացում, թե ինչ է պետք փոխվել հիմա, և ամենակարևորը կտեսնեք, որ մտածելու ձևով փոքր փոփոխությունները կարող են կյանքի մեծ վերափոխումներ առաջացնել։ Եկեք իջնենք բիզնեսին։ Որոնք են տարբերությունները աղքատության մտածելակերպի և հարստության մտածելակերպի միջև, ես կներկայացնեմ ձեզ 3 սկզբունքներով, որոնք որոշիչ էին ինձ համար, և նրանցից յուրաքանչյուրը գործնականում փորձեցի։ Առաջին տարբերությունը։ Նրանք, ովքեր ունեն սահմանափակ մտածելակերպ, մտածում են ծախսերի մասին։
Նրանք, ովքեր ունեն բարեկեցիկ մտածելակերպ, մտածում են հնարավորությունների մասին, երբ սակավ մտածելակերպ ունեցող անձը փող է ստանում, նրա առաջին հարցը՝ ինչ կարող եմ գնել, արդեն ով է մտածում, թե ինչպես է հարուստները հարցնում։ Ինչպես կարող եմ մեծացնել այդ փողը, ես սա տեսա որպես երեխա, իմ հարևանությամբ գտնվող ընկեր ձեր նպաստը ստանալուց հետո վազեց քաղցրավենիք, խաղալիքներ կամ երաժշտական ժապավեններ գնելու համար, ես մյուս կողմից պահեցի, ագահությունից դուրս, բայց քանի որ հայրս ինձ սովորեցնում էր։ Փողը նման է սերմի, երիտասարդության մեջ, երբ ես առաջին իսկ լուրջ փողը դարձրի, ես նույնպես ցանկացա ծախսել։ Գեղեցիկ հագուստ գնելը, բջջային հեռախոսը, հաջողակ զգալով, բայց հայրս ընդհատեց ինձ։ Որդեակ, եթե ուզում ես ծախսել, նախ ներդրվել, լսեցի դա, ավելացնել ամեն ինչ ավելորդ ծախսելու փոխարեն, ես այն կիրառեցի փոքր բիզնեսի, դա սարսափելի էր, քանի որ ես չգիտեի արդյոք դա կաշխատի, բայց այս որոշումը նշեց իմ կյանքի շրջադարձային պահը։ Սա է տարբերությունը։ Ով ապրում է սակավության մեջ, ծախսում է անհապաղ հաճույք պատճառել։ Նրանք, ովքեր բարգավաճում են փնտրում, ապագայում ազատություն ձեռք բերելու համար։ Երկրորդ տարբերությունը։ Ով է սահմանափակ մտածելակերպում ապրում միայն ներկան։ Նրանք, ովքեր ունեն բարեկեցիկ մտածելակերպ, կառուցում են ապագան, մենք ապրում ենք ակնթարթային գոհունակության դարաշրջանում։ Իրական տևողություններ, բայց Թալմուդում ասվում է, սեյջը տեսնում է հետևանքները, այսինքն իսկապես խելացի մարդը միայն պահում է պահը։ Նա գնահատում է, թե որտեղ է յուրաքանչյուր որոշում կվերցնի նրան։ Ամեն ոք, ով կարծում է, որ աղքատ է, ես պետք է գոյատևեմ մինչև ամսվա վերջ, հասնել հաջորդ աշխատավարձին, ով է կարծում, որ հարուստ հարցնում է, ինչ կլինի իմ կյանքում 5 կամ 10 տարում, ինչպես կարող եմ անել յուրաքանչյուր տարի ավելի լավ, քան նախորդը, հիշում եմ, որ իմ կարիերայի սկզբում շատ գործընկերներ ծախսում էին իրենց վաստակած ամեն ինչ եւ երբեմն էլ ավելին, ձայնագրելով վարկերի մասին, պարզապես հաջողակ թվալ, ես ավելի համեստ էի ապրում, թանկարժեք իրեր չկային, բայց ես մեկ նպատակ ունեի։ Խնայեցել ներդրումներ կատարելու համար, մի քանի տարի անց արդյունքը պարզ էր։ Նրանք պարտք էին, եւ ես։ Դա հանգստություն ուներ, երբ նրանք կուտակում էին պարտքը, ես կուտակել եմ իմ առաջին կապիտալը եւ ամենակարևորը վստահություն եմ ինքս ինձ, սա հիմնարար տարբերությունն է, աղքատներն այսօր ապրում են, որ հարուստ մարդը վաղը կառուցում է։ Երրորդ տարբերությունը։ Աղքատ վախը կորցնում է, հարուստները սովորում են սխալներից։ Ես չգիտեմ մի մեծ հարուստ մարդ, որը երբեք սխալ չի եղել, բայց ես գիտեմ հարյուրավոր աղքատ մարդկանց, ովքեր երբեք ոչինչ չեն փորձել ձախողվելուց վախենալու համար, աղքատները կարծում են։ Եվ այսպես, մնացորդը կանգ առավ իր հարմարավետության գոտում, որն իրականում աղքատության գոտին է, հարուստ մարդը այլ կերպ է մտածում։ Ես ինձ շատ անգամ սխալ եմ թույլ տվել, ես կորցրեցի փողը վատ պլանավորված ներդրումներում, ես վստահում էի սխալ մարդկանց, կեղծ քայլեր ձեռնարկեցի, բայց ժամանակի ընթացքում ես հասկացա։ Յուրաքանչյուր սխալ պարտություն չէ, դա իմաստության մեջ ներդրում է, գոյություն ունի հրեական իմաստություն, որն ասում է. Եթե ընկնում ես, հատակից ինչ-որ բան վերցրու եւ շարունակիր, դա հենց այն է, թե ինչպես ես դա արեցի։ Եվ ահա կարևորագույն կետը։ Աղքատը սխալը դիտում է որպես վերջ։ Հարուստը, ինչպես նոր ուղու սկիզբը, ինչ անել հիմա, կարող եք լսել սա եւ մտածել, բոլորը շատ գեղեցիկ, բայց որտեղից սկսել, ես ձեզ կվերցնեմ գործնական քայլեր։ 1. Դադարեցրեք ծախսել այն ամենը, ինչ ստանում եք, նախքան հաճույք գնելը, մի կողմ դնելը, նույնիսկ եթե դա քիչ է, այս գումարը դարձրեք ձեզ համար, լինի դա իմացության մեջ, գրքեր, դասընթացներ կամ ներդրումների մեջ, փոքր արժեքները, ժամանակի եւ կարգապահության հետ մեծ են դառնում։ 2. Ունեք 5 տարի պլան, գրեք, ում եք ուզում լինել 5 տարվա ընթացքում, ինչ կյանք եք ուզում ունենալ, առանց հստակ ուղղության դուք նման կլինեք խոզապուխտին անիվի վրա, վազում է առանց վայրից դուրս գալու։ 3. Վախը մի կողմ թողեք եւ վերցրեք առաջին քայլը, պարտադիր չէ մեծ նախագիծ լինել։ Դա կարող է լինել փոքր տնտեսություն, դասընթաց, թեստ, սխալը խնդիրը չէ։ Խնդիրը չի փորձում, այն, ինչ իրականում վախեցնում է ձախողումը, երբեք չի կարելի համարձակություն ունենալ։ Հոգեկան փոփոխություն։ Իմ անձնական հավասարակշռությունը։ Երբ ես սկսեցի այդպես մտածել, իմ կյանքը դարձավ, ես դադարեցի ժամանակ ներդնել իմ զարգացման մեջ, ես դադարեցի շոշափել փշրանքները եւ սկսել պլանավորել տասնամյակներ, ոչ ամիսների ընթացքում, ես դադարել եմ զգալով ինձ կորուստներով, քանի որ նրանցից յուրաքանչյուրը ինձ ինչ-որ բան սովորեցրեց, եւ գիտեք, թե որն է առավել զարմանալի, մտածողության այս ձևը գործում է որևէ մեկի համար, անկախ նրանից, թե որտեղ եք ծնվել, այսօր ինչքան ունեք գրպանում, կարևորն այն է,
Թե ինչպես եք մտածում, գոյություն ունի հրեական իմաստության էությունը։ Հարստությունը այն չէ, ինչ ունեք, բայց ինչպես տեսնում եք աշխարհը։ Եթե սկսեք այսօր փոխել ձեր մտածելակերպը, վաղը ձեր կյանքը կսկսի միայնակ դիմել։ Ամփոփելով 3 հիմնական տարբերությունները։ Եկեք հիշենք էիքները, որպեսզի այն ձայնագրվի։ 1. Խեղճը ծախսերի մասին է մտածում։ Հարուստ հնարավորություններով։ Եթե դուք ծախսում եք այն ամենը, ինչ մտնում եք, դուք երբեք դուրս չեք գա սակավության ցիկլից, բայց եթե սերմի պես փող եք բախվում, պտուղներ բերելու բան, կտեսնեք ձեր իրականության փոփոխությունը։ 2. Աղքատներն ապրում են ներկան։ Հարուստ մարդը կառուցում է ապագան։ Եթե ձեր մտահոգությունը պարզապես հաջորդ աշխատավարձի գալն է, դուք միշտ կաշխատեք ձեր կյանքի հետևից, բայց եթե պլանավորում եք, ակնկալում եք հետևանքներ և նպատակային գործելու, դուք կհանձնեք ձեր նպատակակետը։ 3. Խեղճ վախը կորցնում է, հարուստ արդյունահանվում են դասերը սխալներից։ Եթե վախը նրան պարալիզացնում է, նա արդեն պարտված է, բայց եթե գործեք, նույնիսկ սայթաքող ռիսկի ենթարկելը, դա անխուսափելիորեն կաճի։ Ավելի լայն հեռանկար։ True շմարիտ հարստություն։ Հրեական ավանդույթը միշտ շեշտել է, մարդու ամենամեծ մայրաքաղաքը նրա միտքն է, փողը կորած է, տները կորչում են, աշխատատեղերը կորչում են, բայց եթե ունեք ճիշտ մտածելակերպ, միշտ կարող եք սկսել ավելի ու ավելի ուժեղ, տեսա, որ մարդիկ կորցնում են ամեն ինչ, ճգնաժամերի համար, իրենց սխալների համար, նրանք, ովքեր իրենց գլուխներն ունեն տեղում, ավելի արագ բարձրացան, քան ընկան, արդեն նրանք, ովքեր կառչում էին անցյալից, ովքեր վախենում էին ռիսկի դիմակից կամ համակրեցին, մնացին։ Տարբերությունը բանկային մնացորդում չէ, բայց կյանքը տեսնելու ձևը։ Մի առակ արտացոլելու համար։ Մի աշակերտ հարցրեց ռաբբին. Վարպետ, ինչու են միշտ բախտը փողի հետ, իսկ մյուսները մնում են աղքատ։ Ռաբբին պատասխանեց. Դա նման է անձրևին, այն ընկնում է աղքատների և հարուստների դաշտում, բայց աղքատները չպատրաստեցին երկիրը, չսպեց, և երբ անձրևն անցավ, ոչինչ չէր աճում, արդեն հարուստ արաբան է տնկել։ Նրա համար անձրևը օրհնություն էր, սա կյանքն է, հնարավորությունները գալիս են բոլորին, բայց միայն հնձում են, թե ով է պատրաստ, ովքեր մտածում են և աշխատում են իրենց մեջ։ Ձեր պահն այժմ է։ Եթե դուք այստեղ եք ստացել, դա այն է, որ ձեր ներսում ինչ-որ բան արդեն ցանկանում է փոխել, դուք հասկացել եք, որ դուք չեք կարող շարունակել ինչպես նախկինում, այնպես որ մի սպասեք ոչ վաղը, ոչ թե երկուշաբթի, ոչ նոր տարում, այսօր։ Ինչ կարող եք անել հիմա։ 1. Գրեք մի նպատակ, որն իսկապես ձեզ համար կարևոր է։ 2. Հարցրեք ինքներդ ձեզ. Ինչ որոշում կարող եմ այսօր ստիպել այսօր ավելի մոտ լինել այս նպատակին։ 3. Մի փոքր քայլ վերցրեք փոքրիկ, բայց իրական։ Հիշեք, հաջողությունը չի գալիս նրանց, ովքեր սպասում են, բայց նրանց համար, ովքեր գործում են։ Ավարտել, հրավեր։ Եթե այս փիլիսոփայությունը ձեզ հետ ռեզոնանսավորեց, եթե այն համօգտագործեց գործնական իմաստությունն, իմաստ չունի, թող այս գաղափարը կորչի, բաժանորդագրվեք ալիքին ոչ թվերով, այլ այն պատճառով, որ ես գիտեմ, որ ճիշտ ժամանակին մեկ պատկերացում կարող է փոխել կյանքը, թերևս հաջորդ տեսանյութը հենց ձեզ անհրաժեշտ մղիչն է։ Խոստանում եմ, մենք կխոսենք պարզ, բայց խորքային բաների մասին փողը, մտածելակերպը, սովորությունները, ներքին ուժը այն ամենն, ինչ պահում է իմ ժողովրդին, անկախ դարեր շարունակ մարտերից, գիտելիքն այն ժառանգությունն է, որը ոչ ոք չի կարող ձեզնից վերցնել։ Ինչպես եթե այս բովանդակությունը օգտակար էր, և մեկնաբանություններում ասեք ինձ։ Աղքատների և հարուստ մտածելակերպի միջև 3 տարբերություններից որ մեկն է ձեզ հուզել։ Այժմ հարց է, որ պետք է վերցնել։ Ինչ եք անելու այսօր, որպեսզի վաղը ձեր միտքը նմանի հարուստ մարդու նման։